Այժմ տեսնենք ինչ է մտահոգում ջրհոսներին։ Ինչի մասին են մտածում։ Ինչ են մտածում ջրհոսներն այս պահին։ Շատ լավ տրամադրության մեջ են ջրհոսները։ Շատ ռոմանտիկ, շատ գեղեցիկ, շատ երջանիկ։ Շատ ուրախ եմ։ Երանի բոլորին այս կարտը բացվի, այսպեսի տրամադրություն ունենային։ Շատ հաճելի է, տեսնենք այս ինչից ելնելով են այսքան իրենք տեսնում եմ այստեղ մկները, տեսնում եմ այստեղ ծաղիկներ եւ տեսնում եմ երեխա։ Այս երեք կարտերով կդժվարանամ ճիշտ ասած շատ կոնկրետ պատմություն պատմել, բայց կարող եմ ասել, որ որովհետև տեսնում եմ ծաղիկները մկներից հետո ինչ որ կորստից խուսափել են, կարողացել են, ինչ որ վախ են ունեցել, ինչ որ կորստից խուսափել են, կարող եմ ասել, այո, կարողացել են ինչ որ մի բան, դրա համար ուրախ են, որովհետև ինչ որ մտավախություն են ունեցել, ինչ որ վախ են ունեցել, ինչ որ բան կորցնել եւ իրականում ամեն ինչ շատ հաջող է վերջացել։ Եվ մա այսպես տեսնում եք երեխայի պես անմեղ, հանգիստ, շատ հանգիստ վիճակում են հիմա, շատ, որովհետև կարողացել են ինչ որ պրոբլեմից խուսափել։ Տեսնում եմ այստեղ լաբիրինթ, զառերը, ձիավոր։ Այո, կարող եմ ասել, ինչ որ խճճված վիճակ է եղել, ինչ որ, եւ այստեղ 50-50 ռիսկ է եղել։ Տեսեք կորստի էլի եմ ասում, չեմ կարող ասել ինչ կարող էին կորցնել ջրհոսերը, բայց այսպես, այո, խառը իրավիճակում 50-50 տարբերակ է եղել կամ կլինի կամ չի լինի կամ, չգիտեմ, կկորցնեն կամ չեն կորցնի։ Իրականում հաջողություն է եղել, շատ, այսպես հանկարծակի է եղել հաջողությունը, բայց այո, եթե ինչ որ մի բան հաջողվել է, այսպես դեպի լավացում է գնացել, այսպես կարող ասեմ, դրական կողմ շատ արագ շրջվել է դեպի դրական կողմ եւ իրականում իրենք խուսափել են կորստից։ Այստեղ տեսնում եմ գերանդին, ծառ եւ տեսնում եմ թռչունը։ Թռչունի հետ կին եմ տեսնում։ Գերանդին, ինչ կարող է այստեղ նշանակել գերանդին, ինչ որ կտրուկ է եղել, չեմ կարող ասել, նաև տեսնում եմ ծառը։ Գիտեք, այստեղ կարող եմ ասել, միգուցե ինչ որ մեկի առողջական խնդրի հետ է կապված եղել, ծառը կարող է լինել առողջություն։ Ինչ որ մեկի առողջությունը երևի կտրուկ վատացել է ընտանիքում, սա ընտանիքի ծառն է, ծառը նաև ընտանիքի կարտն է։ Եթե ընտանիքում ինչ որ մեկի առողջությունը կտրուկ վատացել է, շատ այսպես կամ եղել է անսպասելի, կամ մարդը լավ է եղել, նորից է վատացել կտրուկ, հետո լավացել է, տեսնում եք, թևերը պարզել, թռչում է մարդը, այո, կարող է եղել, այդպես կորուստը եւ առողջության կորստի մասին է խոսքը։ Բայց իրականում չէ, իրականում շատ լավ է եղել։ Առողջացում է գնացել, մարդ այսպես թևերը պարզել, տեսնում եք։ Երեխա կար, ես չգիտեմ, եթե ինչ որ երեխայի ծննդի հետ է կապված, երեխայի հետ է կապված, չգիտեմ, ամեն դեպքում չարու փորձանքից կարողացել եք խուսափել։ Փառք Աստծո։ Ինչ եմ տեսնում այստեղ։ Տեսնում եմ նամակագրություն, այսինքն նամակն եմ տեսնում, այստեղ խարիսխն եմ տեսնում, ջրհորն եմ տեսնում եւ արջ մատանի։ Շատ եք ուսումնասիրում, հա, կարդում եք, ուսումնասիրում եք, նամակագրական կապը կա, միգուցե եթե այստեղ իսկապես առողջական խնդիր կա ինչ-որ մեկի հետ կապված, միգուցե բժշկի հետ, որտեղ այս դեպքում արջը կարող է լինել բժիշկը, անդադ նրա հետ
կապի մեջ եք, որովհետև այսօր իրականում կայուն է, բավականին կայուն է վիճակը մարդու, բայց դուք անդադ անհանգստանում եք, որովհետև կտրուկ էր մարդը վատացել, այսպես կարող եմ ասել, կտրուկ առողջությունը վատացել էր, եւ նորից վախենում եք, բա որ նորից էլի հանկարծ խորանա, եւ սա բժիշկն է իրականում, եւ սա կարող եմ ասել ընտանիքի մասին է, այո, ինչ որ ընտանիքում ինչ որ մեկը այսպես վատացել, անդադ փորձում եք բժշկի հետ կապ ունենալ, որպեսզի անընդհատ, այո, այս շրջանակ կարող եմ ասել, որ անընդհատ բժշկի հետ կապի մեջ եք, անընդհատ փորձում եք այսպես ամեն դետալը ուսումնասիրել, ամեն մանրուք իմանալ, որ դեպքում ինչ պետք է անել։ Լավ, չկիսվեց, մի հատ էլ խառնեմ։ Այո, տեսեք վերջին կարտերն ինչ եմ տեսնում եւ այստեղ վերջում տեսնում եմ շուն։ Այո, սա ընտանիքում էր, ինչ որ ընտանիքի անդամ էր, չեմ կարող ասել ով է շունիկ, ասինքն շունը նշանակում է շատ հավատարիմ, ձեզ շատ հոգեհարազատ, շատ սիրելի անձնավորությանն էր սա վերաբերում։ Դրա համար դուք այսպես ամեն ինչ փորձում եք մանրակրկիտ ուսումնասիրել։ Ժամանակի հարց է, այո, ինչ որ մի տեսակ էլի վախեր ու կասկածներ առայժմ ունեք, բայց բժիշկը, ես ոնց որ հասկանում եմ, անդադ բժշկի հետ, եթե էլի եմ ասում, մասնագետի հետ, եթե չասենք բժիշկ, մասնագետի հետ, որտեվ ինձ իսկապես թվում է այստեղ առողջության հարցեր, անդադ կապի մեջ եք մասնագետների հետ եւ չնայած դուք վախեր ունեք, անհանգիստ եք, որտեվ ձեզ համար շատ սիրելի մարդ է ձեր ընտանիքի անդամը, եւ երևի թե խորհուրդ է տալի բժիշկը, ժամանակի հարց է, ձեր վախերը ամեն ինչը իրականում դե մարդը առողջական խնդիր է, անհանգստանում եք, կամուրջ եմ տեսնում, կամուրջը նշանակում է փոփոխություն, անցում, շատ լավ կկարողանա ձեր հիվանդը, անպայման։ Եվ ոչ մի խնդիր չի լինելու, եւ առաջի կարտն էլ սկսվեց հենց սա հաջողության կարտը ձեզ համար, այո, հաջողություն կլինի։ Եվ եթե էլի եմ ասում, ինչ որ մեկ ուներ առողջական խնդիր, անցնելու է կամուրջի մյուս կողմը։ Սրանից լավ կարտ ուղղակի չէր կարող առողջական կամ այսպես ասեմ վատ վիճակի հետ կապված գնալու է դեպի լավ, մարդը կլավանա եւ ձեզ նորից կլինեք շատ ուրախ եւ շատ երջանիկ, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Հուսով եմ այդպես էլ կլինի։